Այժմ գտնվում ենք Վահագն ուսումնական կենտրոնում, կենտրոնը արդեն 1 տարեկան է եւ ուսումնական կենտրոնում մեր նորակոչիկները պատրաստություն են անցնում 6 ամիս կտրվածքով, այնուհետեւ իրենք մեկնում են իրենց նախորոշված զորամասեր, շարունակելու իրենց ծառայական պարտականությունները։ Շուրջ 2 ամիս է, ինչ Վահագն ուսումնական կենտրոնի մոդուլային շինությունը հանձնվել է շահագործման։ Մեզանից առաջ գտնվում է մեր զինանոցը, որը մեր նոր ձևանմուշների համապատասխան բուժկետ, ուսումնական վաշտի հրամանատարի գրասենյակ, այնուհետև ննջարանն է, որը կառավարված է նոր ձևանմուշի մարճակալներով եւ ներքնակներով, կողապահարանները նույնպես նոր ձևանմուշի են։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները զինվորների կենցաղը հարմարավետ, իսկ ծառայությունն առավել հետաքրքիր կազմակերպելու համար։ Այստեղ գտնվում է մեր ցնցուխարանը, օրվա ավարտին արդեն իրանք ցնցուխը ընդունում են։ Այս հատվածում մեր զինծառայողները զբաղվում են իրենց առօրյա ծառայության ընթացքում ֆիզիկական պատրաստության որակների բարելավումով, որը էլի նույն ձևանմուշի համապատասխան արդեն նորարարություն է մեր մոդուլային շինության հարակից տարածքում։ Զորամասում բարելավվել են նաև պայմանները ֆիզպատրաստության ավանում։ Զինվորները հնարավորություն ունեն մարզվել նոր եւ ժամանակակից սպորտային սարքավորումներով։ Շատ ուրախ ենք, որ ունենք նման պայմաններ մեր ֆիզպատրաստությունը եւ մկանային համակարգը ավելի ուժեղացնելու համար։ Իսկ նորակոչիկների պարապմունքներն ամեն օր են անկախ եղանակային պայմաններից հստակ ու կանոնակարգված։ Հմուտ, փորձառու եւ կոփված զինվոր դառնալու ճանապարհին տղաները ջանք ու եռանդ չեն խնայում։ Այսօրվա մեր թեման առաջի բուժօգնությունն է, հիմնական գլխավոր թեման հիվանդների տարանումը մարտական դաշտից մեռյալ զոնա, այսինքն կանաչ զոնա։ Մի քիչ բացազատվեք դուք իրարից։ Դու արի Աշխատում ենք նոր մարտավարական վարժաձևերով, կանգնած դիրքից, ծնկած դիրքից եւ պարկած։ Փորձում ենք ինչ որ մենք գիտելիքները ինչ որ ստացել ենք փոխանցենք մեր կրտսեր սերնդին։ Այս պարապմունքների շնորհիվ զինվորի մոտ զարգանում է ճկունությունը, ավելի հմտորեն է աշխատում։ Մեր առօրյան հագեցած է պարապմունքներով, հիմնականում շեշտը դնում ենք մարտավարական, կրակային պատրաստության ու ֆիզիկական պատրաստության վրա։ Ես արդեն իսկ 2 ամիս է ծառայում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ կարող եմ ասել, որ բանակը շատ մեծ օգուտ է տալիս յուրաքանչյուրիս։ Ունենք շատ լավ պայմաններ, նոր մոդուլային շինություններ, որը հագեցված է նոր գույքով։ Նորակոչիկներից շատերն էլ արդեն վճռել են։ 6 ամսյա ծառայությունից հետո անցնելու են պայմանագրային ծառայության, միանալով Պաշտպան հայրենյաց ծրագրին։ Ծառայությունից 6 ամիս լրանալուց հետո ցանկություն ունեմ միանալ Պաշտպան հայրենյաց ծրագրին։ Եղբայրս Պաշտպան հայրենյաց ծրագիր էր կնքել եւ արդեն 2 ամիսը ծառայում է եւ խորհուրդ տվեց, որ ինձ էլ կնքեմ այդ Պաշտպան հայրենյաց ծրագիրը։ Ատեստավորումը հանձնելուց հետո կախված քո գնահատականից քո աշխատավարձը բարձրանալու է։ 5 տարի ծառայելուց հետո էլի թույլ է տալիս պայմանագիր, եթե ուզում ես երկարացնել եւ 5 տարի ծառայելուց հետո 5 միլիոն պատվովճար են տրամադրում։ Այս ամենը զինված ուժերի կերպափոխման գործընթացի մի մասն է, որի նպատակներից մեկն էլ ծառայությունն առավել կազմակերպված ու արդյունավետ դարձնելն է, ինչպես նաև խրախուսել, որ ավելի շատ ժամկետային զինծառայողներ անցնեն պայմանագրային ծառայության, դառնալով Պաշտպան հայրենյաց ծրագրի շահառուներ։ Զարուհի Ռշտունի, Ռուբեն Նացականյան, Զինուժ։